եւ ինչ հանգուցալուծման եք եկել։ Քննարկումները երկար քննարկում ենք ունեցել նախագահի եւ պետնախարարի հետ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն գլխավոր դատախազին, դիմեն քննչական կոմիտեին, դիմեն ԱԱՑ-ին, որ տենան որտեղից են ընդունելությունը կազմակերպում մեր եւ նախագահի հետ միասին մտնենք որ կառույցը որ մեր հրավերը կընդունի, որտեղից որ, այսինքն դիմողը լինելու է Արցախի ներկայացուցիչից են դիմելու, նախագահի անունից են դիմելու նամակով։ Պատասխանը ստանալուց հետո արդեն կհասկանանք որ կառույցում հանդիպումը կլինի, ձևաչափը պատրաստված է, ներկայացրել ենք ընդհանուր բոլոր խնդիրները կապված որ ոլորտի հետ է կապված է թալանը, որ ոլորտի մասին է խոսքը, որտեղից այն ինչը որ հասարակ քաղաքացին, այն ինչը որ մենք գիտենք, որտեղից ով ինչ ինֆորմացիա տիրապետում է բոլորը։ Ընդհանուր սարքած մի հատ պապկա ներկայացնելու ենք որ կառույցը որ մեզ ընդունի տվյալ կառույցին։ Ու ընդհանրապես ուզում ենք որ բոլոր կառույցների հետ հանդիպումը լինի ու անպայման նախագահի հետ միասին։ Ինչ ձևաչափով է լինելու, ասեցի քննարկել եք ինչ ձևաչափով է լինելու։ Այսինքն ձևաչափը ես շեշտեցի, լինելու է նախագահի եւ մեր նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ միասին գնալու ենք որ դատախազությունը կլինի, քննչական կոմիտեն կլինի, ԱԱՑ-ն կլինի, որը որ մեզ կընդունի գնալու։ Իսկ եթե չընդունեն, ինչ եք անելու։ Եթե չընդունի, հետագայի մասին արդեն կտեղեկացնենք։ Այս պայն չենք պատկերացնում, որ չեն ընդունի, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն օր խոսում է կոռուպցիայից, ամեն օր ասում է, որ դեմ են կոռուպցիային, այսինքն ես չեմ պատկերացնում, որ չեն ընդունել։ Պարոն Սարգսյան, նախորդ անգամ երբ այստեղ հավաքված եք, շատ վճռական էիք տրամադրված եւ կոչ էիք անում, որ հանրային ճնշմամբ դա լինի, գնաք հավաքվեք դատախազության մոտ, Շահրամանյանի ներկայությամբ հանդիպում խնդրեք, հետ քայլ է արվել, այլևս դա ուժի մեջ չէ։ Չեք հանդիպելու դատախազին։ Իհարկե, սպասեք հարցին պատասխանեմ։ Իհարկե հետ քայլ ընդհանրապես գոյություն չունի, ընդհակառակը, որպեսզի ժողովուրդը իմանան ավելի վճռական ենք տրամադրված, այդ ինքը արդեն վճռական քայլ է, որ մենք նախագահի հետ միասին եթում ենք ընդե։ Դրանից հետո, եթե մենք մեր նախաձեռնող խումբը կամ նախագահան որևիցե մի հատ հայտարարությունից արդեն դուք ժողովուրդը իմանալու է մեր վճռականության արդյունքը ինչի է հասել։ Իսկ կներեք նախագահի պարզաբանումները, որ այսքան մի քանի ժամ քննարկեցիք, ձեզ բավարար արեց, ինչ որ հարցերի պատասխաններ ստացաք։ Պարզաբանումները մենակ կարանք բավարարվենք տվյալ կառույցների հանդիպումից հետո։ Իսկ այդ հանդիպման մասով հիմա ինչ քայլեր են ձեռնարկում, ասեք մի քանի օր հետո հանդիպման մասով նախագահան շատ շուտ մի քանի օրվա ընթացքում, 2-3 օրվա ընթացքում նամակներով դիմելու է ԱԱՑ-ին, դիմելու է քննչական կոմիտեին, դիմելու է Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որպեսզի տենան ով երբին ժամանակահատվածում է պատրաստ ընդունի մեզ, լսի, ստանան մեզնից մեր տեղեկացված ինֆորմացիան փոխանցենք տվյալ կառույցներին, որպեսզի հետագա ընթացքի մասին արդեն պահանջը լինի իրանցից։